Նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից իրականացվեց ուսանողական ռեկտորատ ծրագիրը, նվիրված ուսանողների միջազգային օրվան։ Ծրագիրը մեկնարկեց Գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացած ռեկտորատի նիստով, որի ընթացքում քննարկվեցին Երևանի պետական համալսարանի համար կարևոր այնպիսի հարցեր, որոնցից են կուրատորների գործունեության վերակազմակերպումը, աջակցությունը համալսարանի շրջանավարտներին մուտք գործելու Հայաստանի Հանրապետության աշխատաշուկա։ Այս հարցերին զուգահեռ քննարկվեցին նաև որոշ ֆակուլտետներում պրակտիկայի տևողության կրճատման վերաբերյալ խնդիրները։ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը իր առաջարկների մեջ նշեց իրենց ֆակուլտետի համար կարևոր մի խնդիր, այն է ֆակուլտետում ստեղծել համապատասխան տեխնիկական ապահովություն ունեցող վայր, որտեղ տեղի կունենա տվյալ լեզվի հետ անմիջական շփում, ձայնագրությունների կամ ռադիոյի միջոցով։ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արտավազդ Ադունցը շնորհակալություն հայտնելով ուսանողական խորհրդին իր կարծիքը նշեց ուսանողական ռեկտորատի մասին։ Իհարկե կցանկանայի շնորհակալություն հայտնել ուսանողական խորհրդին նման միջոցառում կազմակերպելու համար, կարծում եմ նման միջոցառումների կազմակերպումը առավել քան կարևոր է։ Միջոցառումը հնարավորություն է թույլ տալիս ուսանողին ինտեգրվելու Երևանի պետական համալսարանի կառավարմանը, արդեն կառույցի ներսից հասկանալու համար, թե ինչպես է կառավարվում կառույցը, ինչ խնդիրներ ունի կառույցը, ինչպես կարելի է լուծել տվյալ խնդիրները։ Կարծում եմ, որ նման միջոցառումների կազմակերպումը առավել քան կարևոր է, քանի որ հասկանում են ղեկավար մարմինները, հասկանում են, թե ինչպիսի խնդիրներ ունեն ուսանողները եւ ուսանողներն բարձրաձայնում են այդ խնդիրները արդեն ամենավերին օղակներում։ Համալսարանի ռեկտոր Արտավազդ Ադունցը իր խոսքերից մեկում նշեց Գարեգին Նժդեի հետևյալ խոսքերը. «Հաղթում է նա, ով վստահ է ոչ թե սպառազեն բռունցքի, այլ ներազեն գերազանցության մեջ»։ Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդն ևս մեկ անգամ շնորհավորում է բոլոր ուսանողներին, մաղթելով աշխույժ ուսանողական կյանք և բազում մասնագիտական նվաճումներ։